Փաշինյանական իշխանության վերջի սկիզբը Մոսկվայում, հարգելի հեռուստադիտողներ, հակասությունների քանակը արդեն այն աստիճանի է հասել, որ այդ հակասությունները հայ-ռուսական հարաբերություններում վերածվում են որակի, եւ մենք բոլորս ուղիղ եթերում ականատես ենք լինում նրա, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները հանդիպում են եւ իրենց բացման խոսքում ավելի քան 20 րոպե այդ ամեն ինչը տևեց, բացման խոսքում գնահատականներ են տալիս նույն հարցերի վերաբերյալ եւ կրկին ասենք սնվելու հարցից բացի որևիցե հարցի վերաբերյալ իրենք փաստացիորեն համանույն կարծիքը չեն ունենում, նման կարծիք չեն ունենում բոլոր հարցերի վերաբերյալ կողմերը ունեն հակասություններ, մեղմ ասած սա վտանգավոր է։ Դեպ վտանգավոր է թե Ռուսաստանի Դաշնության համար, թե Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ոչ մենք, ոչ Ռուսաստանի Դաշնությունը իրեն թույլ չեն կարող տալ շռայլություն, վատ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա խնդիրներ կարող է ստեղծել ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Հյուսիսային Կովկասում։ Հայաստանի Հանրապետությանն էլ այս ամենը կարող է թողնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենակ չհավատակեն բոլոր գնահատականներին, թե իբր Թուրքիան, Ադրբեջանը ուզում են մեզ հետ լավ հարաբերություններ կառուցեն, այս շաբաթվա ընթացքում մենք տեսանք Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ իրենք ասում են, որ մենք ցեղասպանություն ենք իրականացրել իրենց դեմ 1918 թվականին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ ասում է, մենք թույլ չենք տա ադրբեջանցիների դեմ կատարած հանցագործությունը մոռացվի, դրա համար ենք ասում, Հայաստանը իրեն թույլ չի կարող տալ միայնակ մնալ եւ Ռուսաստանի հետ բացասական հարաբերություններ ունենալ, բայց այս պայդրությամբ մենք ունենք այն, ինչ ունենք։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում, ինչի համար էր Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ այս այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ինչի էր այս ամեն ինչը անհրաժեշտ նախընտրական հատկապես փուլում, հաշվի առնելով այն քարոզչությունը, որը իրականացվում է Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցներով, Փաշինյանին աջակցող տելեգրամյան ալիքներով, Փաշինյանին աջակցող փորձագիտական շրջանակներով, սա հստակ ներքաղաքական խնդիր էր լուծվում այս ամեն ինչով, իր էլեկտորատին Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, այդ տեսնում եք, կարող եմ գնալ Մոսկվա եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի երեսին ճպցնեմ հենց այդ ձևակերպումներով, այն ամենը, ինչ ես այստեղ Հայաստանի Հանրապետությունում ասում եմ, հիշում եք մի ժամանակ նկարներ էին տարածում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ջղային հայացքով նայում Լուկաշենկոին, թե բա ոնց էին ասում, պարզաբանում պահանջող հայացք։ Այն ժամանակ պարզաբանում պահանջող հայացքը հիմա էլ պարզաբանում պահանջող ելույթներ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, այստեղ ակնհայտ է նաև, որ աշխարհաքաղաքական առումով սա եւս անհրաժեշտ էր Նիկոլ Փաշինյանին ցույց տալու իր արևմտյան առաջին հերթին եվրոպական եւ թուրքական գործընկերներին, որ նա պատրաստ է առճակատման գնալ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Իսկ հիմա գանք տեղեկատվական ֆոնին, որը շրջապատում էր Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն, դեռ մինչև Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարը եւ Մարիա Զախարովան ասացին, որ ռուսական կողմը չի քննարկում Հայաստանի հետ հարավկովկասյան երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը հայկական երկաթուղու վերաբերյալ վաճառել ղազախական կողմին, այսինքն այն սկզբից արդեն ասացին, որ այն ամենը, ինչի մասին ասում է պաշտոնական Երևանը, ընդունելի չէ Ռուսաստանի Դաշնության համար, բայց այն, ինչ արեց Ալեքսեյ Ավերչուկը Փաշինյանի այցից հետո, երևի ավելի մեծ վկայություններ խորքային խնդիրների Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա հարաբերություններում, քան նույնիսկ Պուտինի եւ Փաշինյանի միջև բանավեճ ուղիղ եթերում կրկին ասենք չմոռանանք, որ գոնե հաց ուտելու հարցում Պուտինը եւ Փաշինյանը ընդհանրություն գտան, Օվերչուկի ասածները իրականում շատ ավելի վտանգավոր էին Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ էր ասում Ալեքսեյ Ավերչուկը, նա շարունակում էր այն թեզը, որ կողմերի միջև փաստորեն որևիցե հարցի վերաբերյալ չկա համաձայնություն, միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքական աշխարհաքաղաքական կուրսը անխուսափելիորեն հանգեցնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների գահավիժման։ Ինչ է ասում Օվերչուկը, ասում է 24 թվականին 12 միլիարդ ապրանքաշրջանառություն ունեինք, 25 թվականին մոտավորապես 6 միլիարդից մի փոքր ավելի ապրանքաշրջանառություն ունենք։ Նա ասում է հետևյալը, որ եթե Ռոսատոմը չի մասնակցում հայկական ատոմակայանի վերականգնմանը կամ հայկական կողմը այլ նախընտրություններ ունի, դա կարող է հանգեցնել նրան, որ ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 36 թվականը կարող է եւ չերկարաձգվել Թրիպի վերաբերյալ գնահատականը շատ ավելի պարզ էր, անկեղծ էր, քան միջ այս եղած գրեթե բոլոր գնահատականները, ասում են ամերիկյան կողմին անհրաժեշտ է Հայաստանի տարածքով միջանցք,
որ իրենք կարողանան վերահսկեն Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սրա մասին էր Օվերչուկի խոսքերը, միևնույն ժամանակ տեսեք ինչ է ասում է մի կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունները ասում են, որ ռուսական բիզնեսը սպասում են կամ ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, մյուս կողմից ռուսական ազնագիր ունեցող անձին Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, իրեն զրկում են հեծի նկատմամբ վերահսկողությունից, սեփականության իրավունքը խախտում են, մյուս կողմից ռուսական պետական կապիտալը փորձում են դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից, խոսքը վերաբերվում է հարավկովկասյան երկաթուղիներին, միևնույն ժամանակ նա նշում է, որ հայելային պատասխան այս ամեն ինչին կարող է լինել, այսինքն ինչ ասել է հայելային պատասխան, հայկական բիզնեսներն Ռուսաստանում կարող են նույն կարգավիճակում հայտնվել, որ կողմերը կարող են ունենալ խնդիրներ։ Միևնույն ժամանակ, տեսեք, բոլորս ինքներս մեզ հետ էլ պետք է անկեղծենք եւ հասկանանք, որ բացի պաշտոնյաների հայտարարություններից կան նաեւ տեղեկատվությունը հասցնելու, կարծիքը հասցնելու այլ աղբյուրներ, միջոցներ։ Դրանք վերաբերվում են, օրինակ, խոսքը վերաբերվում է լրատվամիջոցների մասին։ Այնինչ դու չես կարող բաց տեքստով ասել կամ ինչ նույնիսկ քո ենթական այս պարագայում Օվերչուկը չի կարող բաց տեքստով ասել, դու կարող ես լրատվամիջոցների շնորհիվ ասել։ Գոյություն այսպիսի մի հասկացողություն Կրեմլյան պուլ, այսինքն լրագրողների մի խումբ, որոնք մասնակցում են Վլադիմիր Պուտինի բոլոր հանդիպումներին, միջազգային գործընկերների հետ, ներռուսաստանյան այցերին են մասնակցում։ Այդ Կրեմլյան պուլի ներկայացուցիչներից մեկը հանդիսանում է Կոմերսանտ օրաթերթի լրագրողը Կալեսնիկովը, որը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև հանդիպմանը, նշել է հետեւյալը, որ ձեր էկրաններին էլ հիմա դուք կարող եք դա տեսնել, նշել է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրության առաջ կանգնեցրեցին Ռուսաստանի Դաշնությունում, կարող եք տեսնել հոդվածի վերնագիրը եւ դուք էլ կարդաք, եւ վերջում այսպեսի մի գնահատական կա, որ այս ամենը վերջի սկիզբներ հանդիպման մասնակիցներից մեկի համար։ Եզրահանգումները թողնում ենք ձեզ։ Մեր կողմից էլ ավարտելով այսօրվա խոսքը պետք է նշենք հետևյալը, հարգելի հեռուստադիտողներ, հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում այս հանդիպումից հետո արդեն շատ ավելի ակնհայտ է, որ ամեն ինչ ավարտվելու է հունիսի 8-ին։ Ցանկացած սցենարի պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը կարողանում է վերարտադրել իր իշխանությունը, ապա նա շատ արագ տեմպերով դուրս է բերում ռուսական հնարավոր ցանկացած ներկայությունը Հայաստանի Հանրապետության տարածքից։ 102 ռազմաբազա, Գազպրոմ, Հարավկովկասյան երկաթուղիներ, միասնական հոբ համակարգ այլևս չենք ունենալու, հապկից դուրս են գալու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս մակարդակի հարաբերությունները հաստատ չեն մնալու։ Եթե Հայաստանում գալիս է իշխանություն, որը գնահատում է եւ արժևորում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարեւորությունը, մենք թեվակողելու ենք զարգացման այլ փուլ, որտեղ նոր իշխանությունը գոնե պետք է փորձի իր կանխատեսելի եւ վստահելի քաղաքականությամբ մաքրել դաշտը համագործակցության այն ավերակներից, որ կա, եւ փորձեն համագործակցության նոր ֆորմատներ ձևավորեն, որոնք շահավետ կլինեն Հայաստանի Հանրապետության համար եւ Ռուսաստանի Դաշնության համար։ Մտածեք այդ մասին։